Նիկոլ Փաշինյանը անվտանգությունն է փնտրում այն երկրների հետ հարաբերություններում, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի այլ կենտրոններից անվտանգության երաշխիքներ ստանալով։ Սա ուղղակի պարադոքս է, մարազմա։ Ալիևը մեզ պարտադրում է խաղաղության վերսալյան մոդելը։ Դա այն մոդելն է, որ առաջին աշխարհամարտից հետո հաղթող երկրները պարտադրեցին Գերմանիային։ Այդ պարագայում քեզ անվտանգության երաշխիքներ են պետք Ալիևի առավելապաշտությունից պաշտպանվելու համար, ոչ թե հակառակը։ Հետևաբար, այս ռուսական ուղեծրից դուրս գալով Հայաստանը հայտնվում է թուրքական ինտեգրացիայի կրտսեր անդամի կարգավիճակում։ Մենք մաս ենք կազմելու թուրքական ինտեգրացիոն ծրագրերին։ Ես չգիտեմ դրա անունը ինչ կլինի։ Դա կարա 3 գումարած 3-ի մեջ էլ դրսևորվի, կարա այլ կերպ էլ դրսևորվի։ Հայաստանը թուրքական աշխարհի կրտսեր գործընկերոջ կարգավիճակ է ձեռք բերելու, բնականաբար կորցնելով իր քաղաքական եւ քաղաքակրթական ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանի ասած 4-րդ հանրապետությունն էլ արտաքին պարտադրանքների հետևանքով ձևավորված սուբյեկտ է ընդամենը։ Դա որևէ կապ չունի մեր ազգային պետական օրակարգի հետ։ Հիմա դուք ասում եք Ռուսաստանը մեղավոր է, թե չէ։ Եթե ես մի ամբողջ ասուլիս նվիրեմ Ռուսաստանի սխալներին, ժամանակը չի երիքի։ Բայց մենք ինչ ենք հիմա անում։ Մենք ռուսական անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության հետ, այլ իդեալական ինչ-որ անվտանգային համակարգի հետ, որը բնության մեջ գոյություն չունի։ Օրինակ դուք ինչ գիտեք, որ ռուսական բազան Հայաստանում չլինի, Հայաստանի անվտանգային համակարգը ինչպիսի մեծ ռիսկերի առաջ կկանգնի։ Ես վստահ եմ, որ կանգնելու է։ Ես վստահ եմ, որ լավ կամ վատ, թերի կամ կիսատ Ռուսաստանը կայունացնող նշանակություն ունի մինչև հիմա էլ մեր երկրում այստեղ գործող ռազմաբազայով եւ մի շարք այլ կոմպոնենտներով։ Օրինակ, պատահական չի, որ Իրանի պատերազմի օրերին Իրանի բոլոր հարևանները թիրախավորվեցին բացի Հայաստանից։ Էլի բաներ կան։ Եվ բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանը երկիրը ամբողջովին դարձնում է արևմուտքի գլոբալիստական կենտրոնների եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ֆորպոստ, արդյոք մենք խնդիրներ չենք ունենալու Իրան Իսլամական Հանրապետության հետ։ Շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Շատ լուրջ։ Մեր հասարակության մեծ մասը չգիտի ու պարտավոր չի իմանալ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին, որի երկրորդ կետով գծվել էր Ռուսաստանի եւ Իրանի նոր սահմանը, որը անցնում էր Արաքսով, կարծում եմ ծանոթ բան եմ ասում։ Այդ պայմանագրում շատ հստակ գրված է Ռուսաստանի Արաքսի այս ափից, մեր ափից հեռանալու դեպքում ով է զբաղեցնելու այդ տեղը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ այն ժամանակ Իրանը։ Ձեր կարծիքով Իրանը կամ Ռուսաստանը այդ պայմանագրի մասին մոռացել են։ Ոչ։ Անցած դեկտեմբերին Շոյգուն մեկնել էր Թեհրան Լարիջանի հետ հանդիպման, իր գործընկերոջ անվտանգության խորհրդի քարտուղարի։ Իրանց հանդիպման վերջում տարածվեց մի շատ կարճ հաղորդագրություն, որը մեր հասարակության մեծամասնությանը ոչինչ չի ասում։ Գրվեց երկու կողմերը վերահաստատել են իրենց լիակատար համերաշխությունը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրին։ Մենք ենք ինչ-որ բան մոռացել, իրանք հաստատ չեն մոռանում, որովհետև ինստիտուցիոնալ շատ մեծ հիշողություն ունեցող կայսրություններ են, թե Ռուսաստանը, թե Իրանը։ Այսինքն, երբ որ մենք միայն արևմտյան կամ թուրք-ադրբեջանական զամբյուղում ենք տեղավորում մեր բոլոր այդ ձվերը, հետևանքն են լինելու, որ
Հայաստանը աշխարհաքաղաքական բախման կիզակետ է դառնալու։ Այն Իրանը, որը չի հանդուրժում ամերիկյան ներկայություն Պարսից ծոցում եւ դա արտահայտված է Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամաբադում կնքված ժամանակավոր զինադադարի համաձայնագրում հաստատ չի հանդուրժելու Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ ներկայություն իր հյուսիսային սահմանին իր քթի տակ։ Հետևաբար, այս քաղաքականությունը Հայաստանը տանում է ուկրաինացման մոդելով։ Պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագրով Նիկոլ Փաշինյանի հետ կապված Զելենսկին այս օրերին այդքան ոգևորվել է եւ ուղերձներ հասցեագրում Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մենք պիտի հստակ որպես հասարակություն քաղաքական ուժեր ասենք, որ Հայաստանը Ուկրաինա դառնալու ռեսուրս չունի եւ Հայաստանը չպիտի դառնա Ուկրաինա 2։ Դրա հետևանքով մենք կորցնելու ենք մեր պետականությունը, ես ձեզ երաշխավորված ասում եմ։ Եթե մենք գնանք այն ճանապարհով, որ հիմա շարժվում ենք, մենք երանեք ենք տալու Ալեքսանդրապոլի պայմանագրով հաստատված ստատուս քվոին, այն 12-13 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի։ Մի գերմանացի մտածող ասել էր, չէ, որ մենք չնայած ունենք շատ հարուստ քաղաքակրթություն եւ անցյալ, բայց Հայաստանից դժբախտաբար Ալեքսանդրապոլի մասին խոսելից ասել էր, որ մնացել է մի տեղ, որտեղ հայերը լողանում են եւ մի տեղ, որտեղ աղոթում են։ Ես չեմ ուզում մեր երկիրը ունենա այդ ողբերգական հեռանկարը։